Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան եւ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան Երևանի Օրանժ ֆիթնես ակումբում անցկացրին Սեղմում հենարանից մրցաձևի Հայաստանի բաց առաջնությունը։ Այս անգամ էլ երկու փուլով էր հաշմանդամային սպորտի ներկայացուցիչների Սեղմում հենարանից վարժության եւ ուժային եռամարտի Սեղմում հենարանից վարժության բաց առաջնություն։ Մրցման մասնակիցների հետ հանդիպեց նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ես հիմա հանդիսանում եմ Հայաստանի չեմպիոն եւ նաեւ Եվրոպայի պարածանրամարտի չեմպիոն 2026 թվականի եւ նաեւ հույս ունեմ, որ այսօր կպահպանեմ չեմպիոնությունս եւ առաջիկայում նաեւ հանդես կգամ աշխարհի առաջնությունում պարածանրամարտի։ Առաջնությունից սպասելիքները շատ մեծ են, հուսով եմ չեմպիոն կդառնամ։ Երրորդ անգամ ինչ մասնակցում եմ, մնացած բոլոր առաջնություններին գրավել եմ առաջին տեղը, հուսով եմ այսօր էլ կստացվի։ Մասնակցում եմ 8 տարի արդեն առաջնությանը։ Ես մասնակցել եմ նաև պարաբասկամարտի առաջնությունում, ունեմ բազմաթիվ հաղթանակներ, նաև ունեմ մրցանակային տեղեր նվաճած տարբեր սպորտի մեջ դեպքիցս հետո եմ մոտ արդեն 8-9 տարի։ Միշտ հաղթանակի ակնկալիք։ Հաշմանդամային սպորտի մարզիկների պայքարում 54 կիլոգրամ քաշային կարգում 95 կիլոգրամ արդյունքով հաղթեց Սարգիս Հարությունյանը։ 59 կիլոգրամ քաշային կարգում անգերազանցելի էր Վարդան Հովհաննիսյանը 92 կիլոգրամ։ 65 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոն դարձավ Դավիթ Հոնանյանը, որը ցույց տվեց 118 կիլոգրամ արդյունք։ 72 կիլոգրամ քաշային կարգում հավասարաճ ունեցավ Շահեն Բաբայանը 100 կիլոգրամ։ 83 կիլոգրամ քաշայինների պայքարն ավարտվեց Հովհաննես Ավանեսյանի հաղթանակով 111 կիլոգրամ։ 88 կիլոգրամ քաշային կարգում առաջին տեղը գրավեց Ռաֆայել Ազիզյանը 150 կիլոգրամ։ 97 կիլոգրամ քաշային կարգում Դավիթ Դավթյանը 105 կիլոգրամ արդյունքով նվաճեց հաղթողի կոչումը։ 107 կիլոգրամ քաշային կարգում Սամվել Սարյանը ցույց տվեց 100 կիլոգրամ արդյունք եւ գրավեց առաջին տեղը։ Գերծանր քաշային կարգում Սմբատ Սարգսյանը 120 կիլոգրամ արդյունքով դարձավ հաղթող։ Կանանց առաջնությունում հաղթող դարձան 57 կիլոգրամ քաշային Անյուտա Պետրոսյանը, 63 կիլոգրամ քաշային Արև Մելքոնյանը եւ գերծանր քաշային Նաիրա Մեսրոպյանը։ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանն ամփոփեց առաջնության արդյունքները։ Հայաստանի առաջնությունն է տեղի ունենում ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիան անց է կացնում Հայաստանի առաջնություն պարապաուլիֆթինգի, սեղմում հենարանից վարժության կարևորությունը այնքանով է, որ այստեղ ի հայտ են գալի ուժեղագույնները, ուժեղագույններից ձևավորում ենք մենք մեր հավաքական թիմը, առանձին մարզումներ ենք կատարում եւ բոլորովին վերջերս 1.5 ամիս առաջ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայից 3 մարզիկներ վերադարձան Եվրոպայի պարապաուլիֆթինգի առաջնությունից ոսկե արծաթե մեդալներով։ Այդքանով կարևոր է, որ ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս մեր Հայաստանի, մեր հայրենիքի ուժը։ Սեղմում հենարանից Հայաստանի բաց առաջնությունում եւս լարված պայքար էր։ 59 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Անդրանիկ Սատուրյանը, որը սեղմեց 95 կիլոգրամ։ 66 կիլոգրամ քաշային կարգում հաղթեց Դավիթ Հարոյանը 142.5 կիլոգրամ։ 74 կիլոգրամ քաշային կարգում անգերազանցելի էր Մեհեր Բեգլարյանը 135 կիլոգրամ։ 83 կիլոգրամ քաշային կարգում առաջինն էր Ռոբերտ Աստվածատրյանը 150 կիլոգրամ։ 93 կիլոգրամ քաշային կարգում հավասարաճ ունեցավ Արտյոմ Ցոլոյանը 190 կիլոգրամ։ 105 կիլոգրամ քաշային կարգում հաղթեց Կարեն Բեգլարյանը 205 կիլոգրամ։ 120 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոնը Համլետ Մկրտչյանն է 185 կիլոգրամ։ Գերծանր քաշային կարգում Հովհաննես Միքայելյանը ցույց տվեց 200 կիլոգրամ արդյունք։ Կանանց առաջնությունում հաղթեց 47 կիլոգրամ քաշային Կարինա Սիմոնյանցը, 57 կիլոգրամ քաշային Մարիա Գրիգորյանը, 63 կիլոգրամ քաշային Արև Մելքոնյանը, որը սահմանեց նաև Հայաստանի ռեկորդ, 69 կիլոգրամ քաշային Լիլիթ Վարդանյանը եւ գերծանր քաշային Նաիրա Մեսրոպյանը։ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանը մատնանշեց այս տարվա առաջնության առանձնահատկությունները։ Արդեն 9 տարի 2017 թվականից սկսված անց են կացնում առաջնությունները, թվով 9-րդ առաջնությունն է եւ 8-րդը, որն անում ենք համատեղ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հետ միասին։ Ակնկալիքները նույնն են, ինչպես ամեն տարի, նոր արդյունքներ, կատարելագործված մարզիկներ, նոր ռեկորդներ։ Կարծում կարևոր է իրենց ավելի նաև սպորտի միջոցով ինտեգրվելու նորմալ կյանքին, ավելի շատ ձգտում ունենալու նաև սպորտի ոլորտում եւ
Մրցումները նպաստում են նրան, որ յուրաքանչյուր տարի դուք տես, որ կա մրցում, որին պետք է պատրաստվես, եւ սա ավելորդ ստիմուլ է տալիս, որ պատրաստվես, գաս, մասնակցես, արդյունքները ավելի կատարելագործես եւ իմանաս, որ դա նաեւ գնահատվում է, կա ուշադրություն, հատկապես էմոցիաների առումով, այնինչ այստեղ կատարվում է, այնինչ տեսնում ենք, հաջողված մոտեցումներից հետո այն ուրախություն ու էմոցիաները կարծում եմ ամենակարևորը հենց սրանք են։ Շատ են քաշային կարգերը, մենք ունենք եւ հաշմանդամություն ունեցող անձանց կատեգորիաները եւ դրանից դուրս հաշմանդամություն չունեցողներին իրար հետ միասին 30-ից ավել մրցանակային կարգեր կան։ Ուժային եռամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովը խոսեց մարզիկների մարզավիճակի եւ առաջնության մակարդակի աճի մասին։ Ունեցանք բացարձակ հաղթողներ, ինչպես նաեւ բոլոր մրցաշարերում։ Կարևորը անվնաս, հիմա մրցաշարը համարվում է լավ անցկացված, երբ որ լինում է բարձր մասնակցություն, ունեցել ենք շատ բարձր մասնակցություն, այսինքն մարզիկների քանակը շատ էր, չենք ունեցել ոչ մի վնասվածք, որը որ մենք որպես մարզիչ նաև շատ ենք գնահատում, եւ ունեցել ենք նոր ռեկորդներ, նոր Հայաստանի ռեկորդներ, այսինքն ցուցանիշները գերազանցվել են, նոր ռեկորդներ են սահմանվել։ Ավարտելով Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի առաջնությունը, անցնելով բաց առաջնությանը, ավարտել ենք արդեն աղջիկների առաջնությունը եւ մի շատ հետաքրքիր երևույթ էր, որ մեզ մոտ բաց առաջնությունում մասնակցում են Հաշմանդամային սպորտի աղջիկներից 3-ը եւ Հաշմանդամային սպորտից աղջիկներից 2-ը զբաղեցրել են բացարձակ հաղթողների առաջին եւ երկրորդ տեղը։ Երրորդ տեղը զբաղեցրել է աշխարհի փոխ-չեմպիոն Կարինա Սիմոնյանցը, առաջին տեղը զբաղեցրել է Եվրոպայի չեմպիոն պարա փավերլիֆտինգի Եվրոպայի չեմպիոն Արևիկը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է աշխարհի չեմպիոն պարա փավերլիֆտինգից Անյուտան։ Մի խոսքով այսօր բացարձակ մրցահարթակում կանգնած են մարզիկներ, ովքեր պատվով եւ շատ բարձր մրցանակներով ներկայացրել են Հայաստանը արտերկրներում։